Իմաստուն տիրացուն։ Մի տիրացու ա լինում, սրան ունենում ա մի կնիկ ու մի տուն լիքը երեխեք։ Դրենց գեղումը ամենաաղքատն ա լինում։ Մի օր կնիկն ասում ա. «Այ մարդ, տեսնում ես, կարում չենք ապրենք, գնա տերտերի ձեռն ու ոտն ընկի, բալքի մի երկու խզմզորի կանի տա քեզ, գնաս կնանոնց անես, գրբած եմ, բալի մի բան տան, ապրենք»։ «Այ տնականդ», ասում ա տիրացուն, «գիր չգիտեմ, գրի սևն ու սպիտակը, շոկում չեմ, գնամ ինչ անեմ»։ «Բան չկա», ասում է կնիկը։ Աստված ողորմած ա, հալբատ մի բան դուրս կգա, գնա։ Էս Նազարը գնում ա տերտերի նախաչյանք անում, տերտերն էլ մի երկու խզմորիկ ա անում, փալասի մեջ փաթաթում։ «Գնա», ասում ա, «այ տնականդ, երեխեքդ սոված, կոտորվում են, բալքի մի կտոր հաց տանես նրանց»։ Տիրացուն էդ գրերը վեր ա առնում ու գնում, մի ծմակում թազի կես տեղը տեսնում, հրես մի ուղտ բարձած նստած ա։ Վախում ա թե մոտ գնա, ասում ա, «Ով գիտի, ինչա վրեն բարձած»։ Տերը դուրս կգա, խայտառակ անի։ Գնում ա իր ճամփովը, մին էլ մի քանի մարդ սրա ճամփեն կտրում են։ «Դու ինչ բանի ես էստեղ, ով ես, ինչ մարդ ես»։ Նրա թուք ու մուգը կպչում ա, ամա սիրտ ա առնում։ «Ես գրբացն եմ», ասում ա։ Ասում են, «Աստված ա ղրկել քեզ մեր հավարին, գրբաց ախպեր, գիրդ բաց արա, տես թե մեր կորած ուղտը որդի ա»։ Սա փալասը բաց է անում, գրին երկար մտիկ է տալիս, թե հրեն ձեր ուղտը թալոմ ա նստած դինջանում է։ «Ընդի շատ եք մտիկ արել, չկա», ասում ա, «գնացեք, թե էնտեղ չլինի, եկեք իմ աջ ու ձեռը կտրեցեք»։ Էնա գնում են ու գտնում, էն էլ գիտենաք, որ էս ուղտի վրին թագավորի խազին ա լինում բարձած։ Էս գրբացին պատվով բերում են թագավորի մոտ։ «Հրես», ասում են, «թագավորն ապրած կենա, էս իմաստուն մարդը գտավ ուղտը, խազինեն վրեն բարձած»։ Էս գրբացին պատվով բերում են թագավորի մոտ։ «Հրես», ասում են, «թագավորն ապրած կենա, էս իմաստուն մարդը գտավ ուղտը, խազինեն վրեն բարձած»։ Թագավորն ասում ա. «Դե սրան բաց չթողնեք, սա թող մնա ինձ մոտ, գնացեք կնկանն ու երեխեքին էլ բերեք»։ Գնում են բերում, մի օթախ են տալի սրանց, ինչ որ պետք է ապրուստի համար, ոչխար ասես տալիս են սրանց, ապահովում ամեն ինչով։ Թագավորի կնիկը իմանում ա, որ էդպես իմաստուն մարդ ա եկել, ղրկում ա իր աղախնուն գրբացի ետևից եւ ասում. «Իմ թանկագին մատնիկը կորել ա, թող գա գտնի, ինչ ուզի կտամ»։ «Հիմի որ գլուխս կկտրեն», ասում ա գրբացը, «տունդ քանդվի, այ կնիկ»։ «Ախր ես ով եմ, գրբացն ով, մի բան էլ չգիտեմ, գնամ ինչ ասեմ»։ «Վախիլմի», ասում ա կնիկը, «Աստված ողորմած ա, գնա»։ Հիմի տես, բանից դուրս ա գալիս, որ մատնիկը գողացել ա էն կրակի եկած աղախինը։ Սա իրա ոտով գալիս ա ընկնում գրբացի ոտները։ «Գլխիդ ու արևիդ մատաղ, մատնիկը ես եմ վեր կալել, հիմի ամաչում եմ, թե իրան տամ, որ գիրդ բաց անես, իմ անունը տաս ու մատնիկը գտնես, թագավորը գլուխս կտրել կտա։ Ինչ ուզում ես կանեմ, հուր հավիտյան կլինեմ քեզ պարտական, ինձ սպանել մի տա։ Լավնեն ա մատնիկը ուխենք չոլաղ խազի բերանը, թող կուլ տա, հետո դու որ կգաս, գիրդ բաց կանես, կասես հրեն մատնիկը չոլաղ խազի փորումն ա»։ Աղախինը հենց էդպես էլ անում ա, գալիս են թագուհու մոտ, գրբացը մտիկ ա անում իր գրին, ասում ա. «Թագավորի կնիկ ապրած կենա, դու գլուխդ լվանալու վախտը մատնիկը, որ հանել ես մատիցդ, վեր ա անգել գետնին, հրես ձեր չոլաղ խազն էլ կտցել ա կուլ տվել։ Վեր են օնում, մորթում չոլաղ խազը, մատնիկը փորիցը հանում։ Գրբացին թագուհին ջոկ,
թագավորը ջոգ բոլ-բոլ փողեր են տալիս։ Անցակենում միառ ժամանակ այդ գեղում մի ժամ են շինում։ Մնում է, որ այդ ժամը ոնց որ կարգնա խաչով, խաչվառով օծեն, մի քանի տավար ու ոչխար են մորթում, ամեն տեսակ կերակուրներ, արաղ ու գինի պատրաստում, որ օծելուցը հետո գեղով ժողովրդով քեֆ անեն։ Աստծուն փառք տան, որ արժանացրել ա մի թազա ժամ էլ ունենալու։ Գրբացին էլ բերում են վերին թարքին նստացնում, որ սա էլ խալխի առաջին օծելուց հետո թազա ժամը օրհնիլ տա։ Ահա դե էս ջրի տարածի բերնումը լեզու չկա, լինչ ասի։ Մին էլ որ ետամտիկ տալի տեսնում ա խալխը լծվել են ժամը, խեղճի սիրտը ուզում ա թե պատրվի։ Ես կփախչեմ, ասում ա, ջանդամը թե հետո ինձ կսպանեն։ Վերաթրջում տեղիցն ու փախչում։ Դրան, որ փախչելիս տեսնում են, ժողովուրդը դուրս ա դառնում, որ դրան բռնի։ Հենց բոլորը դուրս են գալիս, թե չէ, ժամը չոքում ա։ Փուլ ա գալիս են գրբացի ձեռն ու ոտն ընկնում։ Էսքան խալխին դու փրկեցիր մահից, քեզ պես գրբաց ու իմաստուն մարդ, թե ճարվի աշխարհքի սերեսին, էլի դու ես, որ կաս։ Հիմի են գյուղումը սա դառնում ա թագավորին բարեբար մարդ։